Տեսեք, ինչպես կարելի է պատկերացնել զարթոնքը այսօրվա իրականությունում։ Առաջին ուրեմն զարթոնքի նշանը նա է, երբ որ մարդ ինչ որտեղից ստանում է այդ գիտելիքները կամ բախվում է այն իրականության հետ ու երբ որ գիտականորեն ապացուցում են, որ մարդու ոչ միայն հոգին է անմահ, այլ նաև իր ողջ գիտակցությունը մնում է իր անձնական դաշտում, նույնիսկ եթե նա ֆիզիկապես այլևս այս երկրագնդի վրա էլ չի ապրելու։ Նրա ողջ այստեղի փորձառությունները և մարդու լրիվ ամբողջ ամեն մի օրվա անցած կյանքը մնում է նրա հավերժ հիշողության մեջ։ Դա մի հետաքրքիր փաստարկ է, որ նշանակում է մեր կյանքը անիմաստ չի գնում, այսինքն դա մնում է մեր ողջ ուրեմն հիշողության հարստության մեջ որպես կյանքից քաղած փորձ, դասեր, լինի դա ուրեմն դրական թե բացասական, ամեն դեպքում մենք պահպանում ենք դրա հանդեպ հիշողությունը մեր գիտակցական էության մեջ։ Երկրորդ հետաքրքիր բանը այն է, որ թե ինչպես է ստեղծվում իրականությունը, այսինքն մարդ երբ որ սկսում է հասկանալ, որ ինքը ճակատագրի զոհը չի, որ ինքը կառավարել կարող է իր իրականությունը և նույնիսկ կարգադրել իր ցանկալի իրականությունը, որպեսզի այն իրագործի և նա դրա մասը կազմի, մարդը սկսում է ուժ ստանալ և մեկ այլ աչքերով է նայում կյանքին։ Հաջորդ կարևոր երևույթը ուրեմն, որը մեզ բերում է բարձր գիտակցության, դա նաև այն փաստն է, որ բոլորս մեկը մյուսի հետ կապված ենք, այսինքն մի իրար մեջ շարահյուսված ալիքի պես, ուրեմն գործվածքի պես ինչ-որ էներգետիկ դաշտ կա, որը մեզ բոլորիս կապում է միևնույն իրականության հետ, այսինքն եթե մեկը ինչ-որ մի վախերից ինչ-որտեղ ազատվեց ու ինչ-որ քաջ արարք արեց, դա դառնում է համընդհանուր հասարակությանը ամբողջ երկրի մակերեսի վրա հասանելի հնարավորություն։ Պատահական չէ, որ քանի անգամ այդ երևույթը կրկնվել է, երբ որ օլիմպիական խաղերի ժամանակ, օրինակ, երբ որ մի չեմպիոն ուրեմն ինքն իրեն գերազանցելով մեկ այլ ռեկորդ է սահմանում, դրանից հետո այդ նույն ռեկորդների քանակը ավելանում է մյուս մրցակիցների մեջ և նույնիսկ դա էլ է հնարավոր լինում հաղթահարել, այսինքն մարդը ինքը իրեն գերազանցելով կարողանում է էլ ավելի մեծ բարձրություններ ապահովել, ինչու, որովհետև ինչ-որ մեկը դա ինչ-որտեղ արեց։ Եվ դա հասանելի է, հնարավորության դաշտը ստեղծվում է, որպես առաջին պիոները, ով դա արեց, ճանապարհ է բացում մյուս ուրեմն մարդկանց համար, ովքեր այդ նույն փորձությանը ուզում են հասնել կամ ձգտում են հասնելու համար։ Դրա համար, նույնիսկ եթե դուք ինչ-որ ցանկություն ունեք, ասենք միջամտելու, որպեսզի առաջնորդեք կամ ինչ-որ մի հետաքրքիր առաջարկ ունեք և այլն, որպեսզի մարդկությանը ինչ-որ լավ ձևով օգնեք, առաջին հերթին օգնեք ինքներդ ձեզ և դա ինքնըստինքյան դաշտ է ստեղծելու, որ ինչ-որ միտեղ, ինչ-որ մեկին դա հասանելի դառնա և դառնալու է դա համընդհանուր հնարավորություն բոլորի համար։ Դրա համար էլ միշտ խրախուսվում է ճիշտ, առողջ, հոգևոր ուրեմն ուսմունքներով խրախուսվում է, որ մարդ առաջինը իր ծառը պետք է ջրի, մարդ առաջինը իր հոգևոր ու հոգեկան ապրումները պետք է տիրապետի ու զարգացնի, իր երջանկությունը ստեղծի իր ներսում, դրանով իսկ օգնելու է համընդհանուրին։ Իրական զարթոնքը մարդկության հենց այս գիտակցության մեջ է։ Այստեղ, եթե սա հասկանան բոլորը,
ընդհանրապես բոլոր պատերազմները կդադարեն, եթե մարդ հասկանում է այն կարևոր փաստարկը, որ ասում ենք մենք հայերս, մարդ ինչ անի, իրեն կանի, եւ ժողովրդական ասացվածքների մեջ կա այդ ողջ ճշմարտությունը, ապա կյանքը մեկ այլ գույն է ստանում։ Բացի դրանից, պետք է հավատանք, եւ ինչով է ուղղորդվում մարդը, ուրեմն ճիշտ ու սխալի համար, դա մարդու ինտուիցիան է, ներքին զգացողությունն է։ Տեսեք, նույնիսկ մեր ասացվածքի մեջ կա, որ ասում են նու ես կանխազգում էի, ես գիտեի, որ դա այդպես կլինի, կամ էլ ասում են ես միայն իմ մեռնելու օրը չգիտեմ։ Գիտեք ինչու մեռնելու օրը չգիտեք, որովհետև դա դուք եք որոշում։ Մեռնելու օրը կամ դուք արդեն որոշած եկել եք այս աշխարհ, կամ էլ կյանքի հետ կապված դուք ինքներդ եք որոշում։ Այսինքն ձեր արարքները, ձեր ստեղծած հանգամանքները տանում է կյանքի կամ երկարացման, կամ կարճացման։ Ձեր ասած խոսքերը, ձեր ուրեմն կարծիքը ձեր մասին, ձեր կյանքի, ձեր շրջապատի, ձեր կյանքի երկարության մասին որոշում են, թե դուք որքան պետք է ապրեք։ Ձեր վարած կյանքը, ձեր ապրելակերպը, ձեր սովորույթները, այդ ամբողջը մատնանշում է եւ տանում է այն հանգամանքներին, թե դուք որքան պետք է ապրեք։ Դժբախտ պատահարների ուրեմն հետարքիր մի բացատրություն կա, որ ինչու են մարդիկ դժբախտ պատահարներից մահանում կամ կռիվներ եւ այլն։ Դրանք կյանքի դասերի մասն է կազմում, որի համար մենք համաձայնություն ենք տվել, որպեսզի գանք ու դրա միջոցով ծառայենք մարդկության գիտակցության բարձրացմանը։ Այսինքն ամեն մեկս մեր օրինակով օգնում ենք շրջապատին վերադառնալ ու հասկանալ իր իրական արմատները։ Եվ քանի որ մահ չկա, այսինքն մենք ընդամենը ասես պիջակի պես մարմինը փոխում ենք, չնայած մեր մարմինը շատ թանկարժեք ու թանկ երևույթ է եւ գլուխգործոց է եւ մեզ համար ամենակարևոր ու մեծ երաշխիքն է, որպեսզի կարողանանք մեր առաքելությունը երկրի վրա իրականացնենք, դա միայն մեր մարմնի միջոցով կարող ենք, այնպես որ շատ թանկարժեք երևույթ է մարմին ասած հասկացողությունը, բայց մեր կյանքը մարմինով չի սահմանափակվում, այլ հոգին է կառավարում մարմինը։ Ասես մարմինը լինի դրոն, որը կառավարվում է մեր բարձրագույն եսի կողմից, այսինքն մեր անձնական էության կողմից կառավարում ենք մեր մարմինը, այսինքն մեր հոգին հենց մեր մարմնի մեջ մի փոքր մասն է, իսկ իրական ամբողջ իր մեծությամբ մարմնից դուրս է։ Մեր ողջ գիտակցությունը, ամենագերագույն գիտակցությունը մեր մարմնից դուրս է եւ մեր կապը այդ գիտակցության հետ օգնում է, որ կառավարենք եւ մեր մարմինը, եւ մեր կյանքը, եւ մեր առաքելությունը, թե ինչու համար ենք եկել այստեղ։ Երբ որ այս գիտակցությունները հստակեցվում է մարդկության համար, արդեն կյանքի հանդեպ պատկերացումը եւս փոխվում է։ Եվս մի բան, այսօր շատ մարդիկ ուտելիքի ուրեմն հանգամանքի հետ մեծ դժվարություն ունեն, ինչպես սնվել կամ կախվածություն ունեն ուտելիքից, որից չեն կարողանում հրաժարվել եւ այլն, դիետաներ եւ այլն փորձում են նիհարել ու ընդհանրապես չաղության գաղափարը տանջող միտք է հասարակության համար, բայց ասեմ, որ հակառակ ճանապարհը չպետք է բռնել, այլ պետք է ուղղակի գիտակցությունը բարձրացնել եւ գիտակցության բարձրացման հետ փոխվում է վարքագիծ, վարքագծի հետ փոխվում է ախորժակը, ախորժակի հետ փոխվում է լրիվ ձեր ապրելակերպը եւ ձեր ընտրությունը ուտելիքի հետ կապված։ Ես անձամբ նայեմ կաշվի վրա զգացել եմ,
աստիճանաբար ինձ սկսեց դուր չգալ միսը, հետո ձուկը, հետո ձուն, հետո տարբեր տեսակի մթերքներ, մինչև այսօր ես սնվում եմ միայն հում սննդամթերքով, հազվադեպ միայն ասենք սերմերով, հաց բոլորովին գլուտեն եւ հաց բոլորովին չեմ օգտագործում, սնվում եմ միայն չրերով, չոր սերմերով եւ բուսական մթերքներով։ Եվ դա ոչ թե ձևականություն կամ ինչ-որ բան ապացուցելու համար է մարդ գալիս այդպիսի ընտրության, այլ ինքնըստինքյան ինքնաբերաբար զարգացող երևույթ է դա։ Ոչ մի անգամ մի պայքարեք ու մի էլ մտածեք, որ դիետա փոխեք եւ այլն։ Ընդհանրապես մի մտածեք դրա մասին։ Հիմա ես ինքս ուտելիքը սարքել էի արվեստ, շատ տաղանդաբար էի մոտենում մթերքներ պատրաստելուն, շատ գեղեցիկ հյուրասիրում էի եւ արտասահմանում ապրելով նույնիսկ իմ հյուրերը շատ հիանում էին, ասենք մեր խոհանոցով եւ այդ մատուցելու ձևով, գեղեցկությամբ, համով եւ այլն։ Այսօր այդ ամեն ինչը չկա այլ իմ կյանքում։ Ինչու, որովհետեւ գիտակցությունս լրիվ փոխվել է ուտելիքի հանդեպ եւ ցանկություն էլ չկա խնջույքների։ Հիմա ինձ ուրիշ բան է հետաքրում, ուրախացնում, զվարճացնում։ Լրիվ ուրիշ մեկ այլ երևույթներ է ինձ հետաքրում։ Ինձ հետաքրում է արվեստ, երաժշտություն, մեկ այլ ոլորտի մարդկանց հետ շփում եւ այլն։ Այսինքն, ինչպես ասում ենք, ախորժակները կփոխվեն ինքնաբերաբար, երբ դուք ձեր գիտակցությունը բարձրացնեք։ Դրա համար հատուկ ջանքեր պետք չի։ Դրա համար պետք է լինի ներքին մղում, ցանկություն եւ որոշում ընդհանրապես։ Իսկ մնացածը լինելու է շատ բնականon եւ ինքնաբերաբար։ Եվ կտեսնեք, թե որքան ավելորդություններից կյանքում կազատվեք եւ որքան ավելի հեշտ ու պարզ կյանքով կսկսեք ապրել, որքան միտքը կպարզվի, որքան ձեզ ավելի շատ կսկսեք սիրել ինքներդ ձեզ, հարգել ու ձեր մասին հոգ տանել, որը երբեք չէի կարել մինչև հիմա։ Եվ ընդհանրապես կյանքի հանդեպ լրիվ տեսանկյունը կսկսի փոխվել դեպի լավը, միայն դեպի լավը։ Այնպես որ սկսեք կատարել ճիշտ ընտրություններ նախ ձեր համար եւ կտեսնեք ինչ հետաքրքիր ձևով ձեր կյանքը կփոխվի։ Սիրեք ձեզ, երբ որ ինչ-որ մի բան չեք ուզում, ստիպողաբար մի ասեք այո, եթե ներքին պատասխանը ոչ է։ Եթե չեք ուզում հյուր ընդունեք, մի զոհ դարձեք ոչ քաղաքավարության, ոչ ուրիշների կարծիքի եւ ոչ էլ շրջապատը թե ինչ կասի։ Լսեք ձեր ներքին ձայնին, լսեք ձեր մարմնին, լսեք ձեր հոգուն եւ կտեսնեք, թե որքան աստիճանաբար ձեր կյանքը կլավանա եւ նաեւ կնպաստեք համընդհանուրի բարեկեցությանը աստիճանաբար։ Շնորհակալություն։